Ինչ է ստացվում, այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում, նկատի ունեմ ընտրությունների կեղծում, բռնաճնշումներ եւ այլն։ Սամվել Կարապետյանի կողմնակիցներին խի բռնիր այդքան կալանավորեցիր, ինչի համար, որ ձեն չհավաքեն, բայց էլի հավաքեցին, իսկ եթե այդ 7-800 հոգուն չվանանեիր, չկալանավորիր, ավելի շատ կհավաքեր ձենը։ Ոչմ ես երկիրում լավ բան չի լի։ Դրա համար էլ մի կլիշկեն դրել են բան, ինչ էին ասել, ինվալիդ են ասել, ինչ են ասել։ Այդպես մի հատ աղջիկ կա, նա է ասում, կռնատ, հա, դրա համար էլ ասում են կռնատ, որտեղ սաղի ձայները գողացավ։ Ինքն ամար է, կարող է ես եմ արել, ավելի բետար արեց, ավելի բետար, ոչ միայն, դա զուտ են արտաքին ազդակներ են էլի, բայց սկզբից եթե նայում ենք, սկզբից մինչև վերջ, մինչև ընտրությունների սկսվելը, արդեն ինքը սկսել է խախտել կարգը։ Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքները, այս թոշակները բարձրացումը, այս առողջապահության այս նոր կարգը մտցնելը, դրանք բոլորը հաստորեն կաշառք է, ուրիշ ոչ մի բան։ Մենակ դա չէ, նաև ընդդիմադիրների նկատմամբ բոլոր տեսակի վատ վերաբերմունքը, ընդհանրապես դրանց նկատմամբ ընդդիմության նկատմամբ ահավոր ծանր վերաբերմունքը, դա բացահայտ է, ուրիշ որևէ բան ասել հնարավոր չի, որովհետև արդարացնել ընտրությունները միտեղ, որտեղ որ ամեն ինչ խախտում է օրենքների, ոչ մի բանի դա չի դրվում, օրենքները չեն հաշվի առնում, դա ընտրություն չի։ Նույն է ձև ասում էր Աշոտիկի կետան պլենների հետ վերեմ իրար տեղում։ Արեց, ինչ դեպ կտրել, ինչ ձեր կտրել։ Ստախոսին ասում էր հավատա, ինչ հավատա։ Նա այն մարդ էր, որ ասում էր ես Աշոտիկի կետան, բայց գերիների վերեմ։ Տվեց։ Բոլորի կեսացան։ Իմի Իվան շատ արեք հաստե նախկին 5000 էր կաշար տալիս, հիմա ինքը բուջեն լճեր բարձացել, արդեն թոշակները բարձրացնում էր, թե ում հաշվին էր բարձրացում, չգիտենք։ Բռնաճնշումներ չեմ անի, ինչ այլ են նախկիններ, ես նենց ընտրության չեմ գնա, ավելի հակառակը հասկացեք ինչ որ ընդհանրապես իր ասածը հակառակը հասկանա, որ չգողանամ ձեռս կդրել։